Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Վարչապետը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով եւ կարեւորել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման եւ կայունության ապահովման։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր ու անդրադարձ կատարել հետագա քայլերին։ Մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման ու այլ հարցերի շուրջ։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ազգային ժողովում ճեպազրույց է ունեցել, պատասխանել լրագրողների տարբեր հարցերի։ Այդ թվում անդրադարձ է եղել իրենց կողմից եկեղեցու հասցեին հնչեցրած հայտարարություններին։ Ըստ մեր սահմանադրության կամ օրենքների պատգամավորը պիտի լինի առնվազն 25 տարեկան, մի վայրկյան։ Ըստ եկեղեցական կանոնի կաթողիկոսը, եպիսկոպոսը, արքեպիսկոպոսը ցանկացած ոչ կուսակրոն եկեղեցական պիտի լինի կուսակրոն։ Եվ եթե մի վայրկյան։ Իշխանության հարցը չի, դուք հիմա հարց եք տալիս Ռուբեն Ռուբինյանին, ասում եք ինչու եք ասում Կտրիշ Ներսիսյան։ Ես ձեզ բացատրում եմ ինչու եմ ասում։ Մի վայրկյան։ Վարչապետը տերոր է անում, ո՞նց է դա արտահայտվում։ Առավոտից իրիկուն հոգեվորական իր տիկնոջ հետ է տերոր անում։ Ոնց է տերոր անում, բացատրեք։ Առավոտից երեկո գրում է օրինակ ճնշում են սրբազանին, Ինչ։ Ճնշում է սրբազաններին, Ինչով է ճնշում։ Քերակնոջն է թիրախավորում, հոգեբանական ցավ է հիմա առաջացնում։ Նախ ես հորդորում եմ ոչ ոքի չթիրախավորել սրբազանի քերակնոջը, ինքը որևէ մեղք ոչնչում չունի։ Երկրորդը, ես ձեզ բոլորիդ հարց եմ տալիս, մենք բոլորս որպես հանրություն, որպես աշխարհի առաջին պետականությունը, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդ, մենք խնդիր չենք տեսնում, որ մեր կաթողիկոսը կուսակրոն չի։ Եթե դուք խնդիր չեք տեսնում, անկեղծ եղեք, ազնիվ եղեք ու ինձ ասեք, պարոն Ռուբինյան, հա ինչ անենք, Խնդիր միայն վեհապարը չի, եկեղեցին է թիրախավորված, որովհետև սրբազաններին են թիրախավորում, օրինակ Աննա Հակոբյանը մի վայրկյան, հիմա հետ են գալիս, հիմա գալիս ենք ձեր հարցի տրամաբանությանը։ Դուք ասում եք, որ եթե քննադատություն է հնչում կամ ինչպես դուք եք ասում, թիրախավորվում են սրբազանները, ուրեմն թիրախավորվում է եկեղեցին։ Հիմա հարց, եթե ինչ-որ մեկը թիրախավորում է ինձ, կամ Նիկոլ Փաշինյանին, կամ ցանկացած այլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, պատգամավորի կամ կառավարության անդամի, արդյոք դա նշանակում է, որ թիրախավորվում է պետությունը։ Իհարկե ոչ, չի նշանակում, որ ոչ մի հոգեվորականներն են վարկաբերվում, կոնկրետ մանկապետի անունը, կոնկրետ քերակնոջ անունը։ Մի վայրկյան։ Եթե դուք ասում եք, որ քննադատությունը առհոգեվորական նշանակում է վարկաբեկել եկեղեցին, նույն տրամաբանությամբ կարելի ասել, որ պատգամավորին քննադատելը նշանակում է վարկաբեկել ազգային ժողովը եւ Հայաստանի պետական ինստիտուտները։ Մամուլում շրջանառվող պնդումները, թե սահմանադրական կարգը տապալվում է, անհիմն են։ Այս մասին այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, արձագանքելով ՔՊԱ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի եկեղեցու հասցեին հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ հարցերին։ Սահմանադրությամբ արդեն որերորդ անգամ է ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր իրականում շատ տարօրինակ եւ անհարգալից պահվածքին։ Եթե դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք, լսեք այն, ինչ ես եմ ասում։ Ոչ, որովհետև ես միտքս չեմ ավարտել։ Սահմանադրությամբ, երբ որևէ մարմնի մասին կամ անձի այդ թվում եւ իրավաբանական, ընդ որում եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է արված, դրա մասին խոսելը երբևէ
որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում հարգելի լրագրողներ, խնդրում եմ իրավական տերմինաբանությունն օգտագործելիս բարի եղեք, բացեք օրենսգրքերը եւ Մասնագետներական վարչապետ Փաշինյանը իր լիազորությունների վերազանցում չի կատարում, երբ որ հարցը, այսինքն մտնում է կաթողիկոսի ուսակրոնության ուխտերի մեջ, օրինակ 17-18-րդ հոդվածներին հղումանելով, հակասահմանադրական գործողություն անել ինչ է նշանակում հակասահմանադրական գործողություն։ Մենք ունենք հակաիրավական գործողության հասկացությունը, հակաիրավական գործողությունները լինում են երկու տեսակի՝ զանցանք եւ հանցանք։ Եվ իհարկե լինում են այլ իրավախախտումներ, որոնք ենթակա են քաղաքացիական պատասխանատվության, եթե կա սահմանված կարգով ընդունված դատական ակտ։ Եվս մի քանի օր եւ կմեկնարկի ամառային զորակոչը։ Սա նշանակում է, որ 18 տարին լրացած զինապարտ քաղաքացիները պետք է ներկայանան մշտական բնակության վայրի զինկոմիսարիատ։ Ըստ իրավակարգավորման զինվորական հաշվառման ենթակա են տվյալ տարում 16 տարին լրացող Արական սեռի քաղաքացիները եւ բնավ կարեւոր չէ վերջինները զինկոմիսարիատ ներկայանալու պահանջով ծանուցում ստացել են, թե ոչ։ Պարտավորությունը այդ տարիքում չկատարելը առաջացնում է օրենսգով նախատեսված վարչական պատասխանատվություն։ Իսկ արդեն անձի 18 տարին լրացած լինելու պարագայում զինվորական կոմիսարիատ ներկոմիս չներկայանալու դեպքում առաջանում է քրեական պատասխանատվության ենթարկվելու հարց, մասնավորապես քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար։ Զորակոչի ավարտից հետո զորակոչին չներկայացած քաղաքացու վերաբերյալ փաստաթղթ անձնական գործ է, փաստաթղթերը պատճենահանվում են եւ զինվորական կոմիսարի կնիքով ներկայացվում են Հայաստան Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կազորային քննչական բաժիններ եւ դրա մասին տեղեկացվում է նաեւ կազորային զինվորական դատախազությունը։ 18 տարին լրացած քաղաքացիները կարող են դիմել զինկոմիսարիատ մինչև հայտարարված զորակոչի ավարտը։ Ի դեպ, թյուր են այն պնդումները, թե զորակոչի օրերը կարող են համընկնել կամ խանգարել բուհական ընդունելության, կիսամյակային կամ ավարտական քննություններին։ Ներկայումս քաղաքացիների պարտադիրական ծառայության զորակոչը իրականացվում է հուլիս ամսին, դա նախատեսված է իրականացնել, որպեսզի քաղաքացիները իրենց ավարտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու քննությունները կարողանան հանձնել եւ օգտվեն իրենց նախատեսված իրավունքներից։ Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսվում է ազատազրկում 2-ից 5 տարի ժամկետով։ Բացատրում է զորակոչի գլխավոր կազմակերպիչ Դավիթ Կիզոկյանն ու հավելում. երկրի տարածքում չլինելու փաստը զինապարտ քաղաքացուն պատասխանատվությունից չի ազատում։ Արտերկրում մշտական բնակություն ունեցող Հայաստանի մինչև 27 տարին լրացած Արական սեռի քաղաքացիները հաշվառման կարող են կանգնել դիմում ներկայացնելով այդ երկրում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսություն։ Հայաստան Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կողմից տվյալ քաղաքացու վերաբերյալ բոլոր հավաքագրված փաստաթղթերը ներկայացվում են Պաշտպանության նախարարություն տվյալ պարագայում հանրապետական զինվորական կոմիսարիատ եւ քաղաքացին արդեն վերցվում է զինվորական հաշվառման։ Այն պահից, երբ զինկոմիսարիատը հաղորդում է ներկայացնում զինվորական քննչական գլխավոր վարչություն, զինապարտ քաղաքացու չներկայանալու մասին նախաձեռնվում է քրեական վարույթ ու քրեական հետապնդում։ Իրավապահները միջոցներ են ձեռնարկում անձին հայտնաբերելու համար։ Հաջողության չհասնելու դեպքում անձի նկատմամբ հայտարարվում է հետախուզում։ Խափանման միջոց որպես կանոն ընտրվում է կալանավորումը։ Նշանակում է, որ ներպետական իրավապահ բոլոր մարմինները միջոցներ են ձեռնարկում անձին հայտնաբերելու ուղղությամբ, իսկ եթե անձը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանների դուրս, ապա նաև հայտարարվում է միջազգային հետախուզում եւ անձի ցանկացած պետության իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնվելու պարագայում նրա հանձնման գործընթացը ձեռնարկվում։ Զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանի տեղեկացմամբ զինապարտ համարվող մինչև 37 տարեկան քաղաքացիները նույնիսկ օրինական ճանապարհով վերադառնալու դեպքում ազատ շրջել չեն կարող։ Սահմանատման պահին նրա տվյալները մուտքագրելով համապատասխան էլեկտրոնային շտեմարաններով պարզվում է, որ նա գտնվում է հետախուզման մեջ եւ տեղում, իսկ նրա նկատմամբ իրականացվում են համապատասխան հարկադրանքի միջոցներ, նա ձերբակալվում է եւ ներկայացվում է նախաքննական մարմին։
Եթե անձի 27 տարին չի լրացել, ապա նա հնարավորություն ունի դիմում ներկայացնել պատրաստակամություն հայտնելով մեկնելու ծառայության։ Այս գործընթացից հետո վերջինս անցնում է համապատասխան բժշկական ստուգումներ եւ եթե ծառայության համար պիտանի է ճանաչվում, ապա զորակոչվում է զինված ուժեր։ Իսրայելը եւ Իրանը ուշ գիշերից մինչև առավոտ շարունակել են փոխադարձ հարձակումները։ Իսրայելական ուժերը հարվածել են Թեհրանին, Թավրիզին, Բանդար Աբասին, Սպահանին եւ այլ բնակավայրերի։ Կան զոհեր եւ վիրավորներ, այդ թվում Կարմիր մահիկի աշխատակիցների շրջանում։ Իրանի պետական հեռուստաընկերության շենքի թիրախավորման հետևանքով աշխատակիցներ են զոհվել եւ վիրավորվել։ Իսրայելը հայտնել է Իսլամական Հանրապետության հրթիռային ենթակառուցվածքին, ռազմական օբյեկտներին հարվածելու, ինչպես նաեւ F-14 կործանիչներ խոցելու մասին։ Ցահալի տվյալով սպանվել է Իրանի գլխավոր շտաբի նոր ղեկավարը, որն այդ պաշտոնում նշանակվել էր հունիսի 13-ին Իսրայելի կողմից գլխավոր շտաբի նախկին ղեկավար Մոհամմադ Բաղերիի սպանությունից հետո։ Թեհրանը չի հաստատել այս տեղեկությունը։ Իրանն էլ հարվածել է Թել Ավիվին, Հայֆային եւ այլ տարածքների։ Հայֆայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Կողմերը խոստանում են շարունակել ռազմական գործողությունները։ Այդ ֆոնին Դոնալդ Թրամփը կոչ է արել Թեհրանի բնակիչներին անհապաղ տարհանվել։ Իրանը պետք է ստորագրեր այն միջուկային գործարքը, որը ես նրանց ասել էի ստորագրել։ Ինչ ամոթ եւ մարդկային կյանքերի վատնում։ Պարզ ասած, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ասել եմ դա եւ կասեմ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսել, սակայն ավելի շուտ պետք է դա աներ։ Բենյամին Նեթանյահուն էլ կարծիք է հայտնել, որ Իրանը ցանկանում է միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարել, բայց ձևական։ Ըստ Իսրայելի վարչապետի Թեհրանի նպատակն է դրանց ընթացքում իբր շարունակել միջուկային զենքի մշակումը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա, նախազգուշացրել է նա։ Նեթանյահուն նաև չի բացառել, որ իսրայելական ուժերի թիրախում կարող է հայտնվել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Դա չի սրի հակամարտությունը, այլ կավարտի այն, պնդել է Իսրայելի վարչապետը։ Իրանի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին ստիպել Իսրայելին կանգ առնել։ Աբբաս Արաղչին կրկնել է, Իրանը չի սկսել այս պատերազմը եւ շահագրգռված չէ շարունակել արյունահեղությունը։ Սակայն մենք հպարտությամբ կպայքարենք մինչև վերջ պաշտպանելու մեր հողը, ժողովրդին արժանապատվությունը եւ մեր նվաճումները։ Իսրայելի հարձակումների նպատակն է խափանել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հնարավոր գործարքը։ Մենք շարժվում էինք այդ ուղղությամբ եւ ճիշտ ճանապարհի վրա էինք։ Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցում Արաղչին մտահոգություն է հայտնել, որ Իսրայելը ցանկանում է ընդլայնել հակամարտությունը, դրա մեջ ներքաշելով Պարսից ծոցը եւ այլ երկրների։ Թեհրանը դեմ է դրան, շեշտել է արտգործնախարարը։ Իսրայել-Իրան էսկալացիան եղել է Կանադայում կայացած G7-ի հանդիպման օրակարգում, որին մասնակցել է նաեւ Դոնալդ Թրամփը։ 7-ի խմբի ղեկավարները համատեղ հայտարարությամբ կարևորել են Մերձավոր Արևելքում խաղաղությունը, քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, միևնույն ժամանակ աջակցություն հայտնել Իսրայելի անվտանգությանը եւ ինքնապաշտպանվելու իրավունքին։ Իրանը տարածաշրջանային անկայունության եւ ահաբեկչության հիմնական աղբյուրն է։ Մշտապես հայտարարել ենք, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Այս ճգնաժամը պետք է կարգավորվի, որպես արդյունք հուսով ենք ապա էսկալացիա տեսնել նաեւ Գազայի հատվածում։ Կշարունակենք ուշադիր հետևել միջազգային էներգետիկ շուկաների վրա ստեղծված իրավիճակի ազդեցությանը։ Պատրաստ ենք համակարգել գործողությունները ապահովելու շուկայի կայունությունը։ Արևմուտքում նաև մտավախություն կա, որ Իրանը կարող է հարվածել Մերձավոր Արևելքում արտասահմանյան ուժերին։ Լոնդոնը հայտնել է տարածաշրջան լրացուցիչ ուժեր, այդ թվում կործանիչներ ուղարկելու մասին։ Պենտագոնի տվյալով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտում եւս լրացուցիչ ուժեր եւ միջոցներ կտեղակայվեն ամրապնդելու տարածաշրջանում պաշտպանական ներուժը։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ հակամարտության կարգավորման եւ միջուկային գործարքի հարցերում առաջընթացի կհասնեն եւ ամերիկյան կողմը ստիպված չի լինի ներգրավվել պատերազմին։ Օրերս Կապանում իրականացվեց Դասավանդիր Հայաստանի ծրագրերից եւս մեկը։ Սյունիքի կրթության սյուները խորագրով համաժողովը մարզի ուսուցչական համայնքի համար ստեղծեց հարթակ առաջատար փորձառություններն ու մոտեցումները համատեղ քննարկելու, միմյանցից սովորելու եւ կրթական փոփոխությունը միասին առաջնորդելու համար։
Մենք հիմնականում շեշտադրել ենք այս անգամ դասավանդման մեթոդաբանությունը, մոտեցումները, փորձել ենք կիսվել մեր արդեն իսկ առկա ռեսուրսներով, որ այս 10 տարվա ընթացքում Դասավանդիր Հայաստանը ստեղծել է եւ շարունակում է ստեղծել։ Լսել ենք ուսուցիչներին, ովքեր իրենց փորձն են բերել նորարարությանը եւ փորձել ենք համակցել մեր նորարարությունը եւ մեր ուսուցիչների, մեր Սյունիքի ուսուցիչների փորձը։ Ունեցել ենք ուղիղ հրահանգումով դասավանդման վերաբերյալ դասընթաց, խաղային ուսուցման, ազդեցության վերաբերյալ դասընթաց, տարիքային հոգեբանության վերաբերյալ եւ շարունակելու ենք բաց դասերով։ Շուրջ 70 մասնակիցների համար նոր գիտելիքներ ձեռք բերելը, փորձի փոխանակումը շատ կարևոր են։ Նոր ուսումնական տարում անպայմանորեն կկիրառեն սովորածը։ Մասնակցում եմ տարիքային հոգեբանության սենյակում եմ եւ այնտեղ շատ լավ է, ես եմ ընտրել, կարծում եմ շատ բան կա, որ կարելի է եւ կիսել եւ խորացնել գիտելիքները, շատ լավ է, շատ հաճելի է, ես ուրախ եմ, որ այստեղ եմ, ֆորումը շատ լավն է։ Շինուհայրի միջնակարգ դպրոցն արդեն 3 տարի է համագործակցում այդ Դասավանդիր Հայաստանի հետ, 2 ուսուցիչ առաջնորդ ունեն։ Տնօրենի խոսքով այս հանդիպումը եւս մեկ անգամ կամրապնդի կապը ծրագրի հետ եւ նոր հնարավորություններ կընձեռի։ Ցանկացած փոփոխություն պետք է առաջնորդը բերի դպրոց։ Առաջնորդը, այսինքն ես այսօր այն ինչ որ սովորել եմ, այն ինչ որ տեսել եմ, անպայման եկել եմ, որպեսզի տանեմ եւ փոխանցեմ մեր ուսուցիչներին, որովհետեւ իրենք շատ են, ճանապարհը հեռու է, բոլորով չեն կարող գալ, հարմար էր, որ ես գամ ու անընդհատ ձգտում եմ ես եւ իրենց ընդգրկել եւ ինքս փոխանցել։ Եվ մենք ապագայում եւս հույս ունենք շարունակել այս ծրագիրը եւ հույս ունենք նոր առաջնորդներ ունենալ, որոնք մեծ փոփոխություններ են բերում համայնք։ Համաժողովն իրականացվել է Դասավանդիր Հայաստանի Սյունիքի ուսուցիչ առաջնորդների նախաձեռնությամբ եւ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ղեկավարության աջակցությամբ։ Միջոցառման խորագիրը պատահական չի ընտրվել, քանզի կրթության սյուները մեր ուսուցիչներն են միանշանակ եւ որպեսզի այդ սյուները լինեն ամուր, մենք պետքա տանք այդ աջակցությունը, հա, ինչպես է, երբ որ շինությունը ուզում ենք ուժեղացնել, ինչ ենք անում, հիմքից սկսում ենք ուժեղացնել, պատերը սվաղել եւ այլն գաճել այդ գործընթացը, հիմա նույնն է, եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ կրթական համակարգ, մենք պետք է ունենանք ուժեղ ուսուցիչներ։ Ակադեմիական կրթության մակարդակը բավականին բարձր է Սյունիքում, նշում են Արինե Վարդանյանը եւ հավելում, առաջիկա ծրագրերը կլինեն համայնքների զարգացմանն ուղղված եւ կընդգրկեն ամբողջ մարզը։ Հաջորդիվ քայլերը, որ կանենք ավելի համայնքային ծրագրերի աշակերտական նախագծերի ուղղությամբ, որպեսզի համայնքներում մեր ուսուցիչների առաջնորդությամբ, մեր աշակերտների առաջնորդությամբ իրականացվեն նախագծեր, ծրագրեր, որոնք հնարավորություն կտան մարդկանց մտածել ամբողջ մարզի պոտենցիալի մասին մեկ այլ տեսանկյունից, նայել մարզին այլ հայացքով եւ տեսնել, թե ինչ ռեսուրսներ ունի եւ ինչ կարելի անել այստեղ, շարունակել մնալ այստեղ, ապրել այստեղ եւ կարծում ենք, որ մյուս հաջորդ քայլերում անպայման կունենանք հենց համայնքային ծրագրերի հատվածը որպես թիրախ։ Ծրագրի կազմակերպիչները վստահեցնում են միայն այս նախաձեռնությամբ չեն սահմանափակվելու։ Մարզի կրթական ոլորտը բարելավելուն միտված նմանատիպ միջոցառումներն առջևում են։ Օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամից ծերային շրջանառության դեպք։ Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող բարենային եւ ոչ բարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար եւ չի տրամադրում ՀԴՄ կտրոն։ Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ։ Արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ձեռնարկված համակողմանի եւ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են։ Ձեռք են բերվել փաստական տվյալներ եւ հանգամանքներ այն մասին, որ 2023 թվականի մարտի 1-ից մինչեւ 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է շուրջ 430 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, արկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ հրամարկային մեքենա պարտադիր է։ Ընդ որում, նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին։ Ուստի ՊԿ հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց օրենքի պահանջը ընդունելի գիտություն եւ ապօրինություններ թույլ չտալ։ Հունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 313 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 24, չամրակապված վարելու 1158, առանց մանկական նստատեղի քարսիթի 17, վարելու ընթացքում ծխելու 461, վարելի սեռախոսից օգտվելու 369, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 56 եւ 1931 այլ իրավախախտում, 135 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 200-ը տեխնիկական զննություն չանցած, 74-ը լուսարձակների անսարկությամբ, 46-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 57 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15916 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 289 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 223 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 683, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 61, չամրակապված վարելու 5027, առանց մանկական նստատեղի քարսիթի 163, վարելու ընթացքում ծխելու 497, վարելի սեռախոսից օգտվելու 751, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 31, արագության գերազանցման 2002 եւ 4487 այլ իրավախախտում, 529 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 829 տեխնիկական զննություն չանցած, 371-ը լուսարձակների անսարկությամբ, այդ թվում 5 բեռնատար, 217-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 47 անձ։ Գյումրու Անի թաղամասի 7-րդ փողոց 5 կոտորակ 1 հասցեում վերաբացվել է Գում հանրախանութը։ Մեծ սիրում ներկայացնում է, որ վերաբացվում է Գում հանրախանութը։ Գում հանրախանութը երկար տարիներ է հայաստանյան շուկայում եւ շատ անգամներ է ապացուցել իր գնային ճկունության համակարգի մատչելիության մասով։ Սկսվում է ամառը եւ ամառվա հետ մեկտեղ մենք նոր թարմացված տեսականիով ենք ներկայանում։ Գում հանրախանութը երկհարկանի մեծ սրահներում ներկայացնում է կենցաղային մանր էլեկտրատեխնիկայի, սպասքի, խոհանոցային պարագաների, խաղալիքների, հուշանվերների, գրենական պիտույքների եւ շատ այլ տեսականի։ Իսկ երկրորդ հարկում կանացի, տղամարդու եւ մանկական հագուստի լայն ու նորաբոչ տեսականին է ներկայացված։ Լայն ընտրության հնարավորություն է տալիս Գում հանրախանութը, մեկ անգամ մտնելով կարող եք ամբողջ գնումները կատարել։ Ժամանակ էլ որ չեմ աշխատել, հաճախել ենք, մենք միշտ ասել ենք գնանք Գում, գիտենալով որ ամեն ինչ այստեղ մենք կգտնենք։ Ավելի քան 20 տարվա գործունեություն ունեցող այս խանութը ճանաչված է գրեթե յուրաքանչյուր գյումրեցու կողմից որպես հուսալի եւ մատչելի գնումների վայր։ Գում հանրախանութը տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ վստահություն։ Տվում եմ այս խանութ սրահից, որովհետև ունեն շատ տարբերվող տեսականի, կարող ենք գտնել եւ մեծերի եւ փոքրերի համար տեսականի։ Առավելությունն այն է, որ կարող ես նաեւ գտնել խաղալիքներ, ամեն ինչ կա ներքևի հարկում գտնվող։ Գրեթե 60 տարիներ օգտվում եմ այս խանութից, ինչ բացված է։ Կասեմ, որ շատ ճկուն է իր մատչելիությամբ, ունի բարձրապրանքանիշներ, որը ոգևորում է հաճախորդներին, որ կարողանան այցելել այստեղ եւ կատարեն իրենց գնումները։ Այժմ վերաբացումից հետո այլ ավելի է թարմացվել տեսականին։ Գում հանրախանութը մշտապես առանձնացել է իր սպասարկման որակով, գնային ճկուն քաղաքականությամբ, փաստում են հավատարիմ հաճախորդները։ Բացման օրվանից խանութի մենք օգտվել ենք, ստեղած շուտվա բնագիծ ենք, շատ մատչելի է ու որակով։ Համ գնային առումով, համ որակապես շատ լավ խանութ է, մշտապես օգտվում ենք գոհենք։
Միշտ օգտվել ենք գում հանրախանութից, տեսականին շատ բազմազան է, հատկապես մանկական տեսականին, նոր թարմացված ամառային շնչով, գույներով, ուղղակի յուրահատուկ խանութ, յուրահատուկ մոտեցում, սպասարկում։ Ամառը նոր անակնկալներով, նորաոճ թարմացված տեսականիով գում հանրախանութը շարունակում է զարգանալ, նորացնել տեսականին, բարեփոխել ու հավատարիմ մնալ իր կարգախոսին գում, աշխատանքի եւ հզորության խորհրդանիշ։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, այսօր։